Սասնա ծռեր, գհատոր Ժ ապատում, Բաղդասար և Սանասար Պատմեց Մարտունեցի Մելիք Գևորգյանը Մարտունի Արծվանիստ գյուղ Գրառված է 1973 թվականին Բաղդասար և Սանասար Եղել է հին ժամանակ կռապաշտ թագավոր Սինամգա թագավոր Սինամգա թագավոր Աստրուգ է եղել կռապաշտ թագավորին Կռապաշտ թագավոր զորեղ է եղել Մեր Սինամգա թագավորին եղել է մի չքնախ օյրորդ մի գեղեցիկ աղջիկ Այդ կռապաշտ թագավոր ուզում է իր ծերացած հասակում Սինամգա թագավորի աղջիկն առնի իրեն կնության Բայց օրենք կանոն իրավունք չի տալիս այդպիսի բան Աղջիկը տեսնում է որ խերը պետք է խորթակվի կռապաշտ թագավորի ուժի դեմ ճարահատյալ համաձայնվում է կռապաշտ թագավորին առնել Բայց ժամանակ է վերցնում 40 օր Կռապաշտ թագավոր հեռանում է մեր Սինամգա թագավորի մոտից Աղջիկը տեսնում է որ վիճակ վատ է ինքն իրան որոշում է թե Ինձ կցեմ սևանալիճը խեղդվիմ Ես աղջիկ մի օր իրեն կգցա լիճ Ես մարդուն թե բնությունը թե աստվածա կոգնա Ես աղջիկ չխեղդվի Կարծես թե մի նավակի վրա նստած քամ ու հոսանք կտանի սրան սևանից դուրս կհանի Երկոր գնա սևանի աշխատող վարդապետա տերտերա Ես աղջկան կտեսնեն որ դուս եկավ Վերցեն տանեն կտան վեհապար կաթխիկոսին Վեհապար կաթխիկոս աղջկան կարծու թե ինչ աղջիկ ես Ինչի ես ընգեծով ինչա պատահե Աղջիկ վեհապարին կպատմա գործի էություն Թե կռապաշտ թագավոր ուզում էր ընձի առնել Իսկ իմ հերը ստիպված պտի ընձի տար այդ մարդուն բայց օրենք թույլ չի տեր Ես ստիպված եղնելով Ընձիծովն եմ կցե որ խեղդվիմ, բայց հանգամանքներ ընձի չխեղդեցին, ընձի կցեցին ձեր գիրք։ Հիմա վեհապար կաթողիկոս, ճար ունիս մե ճանապարհ ստեղծա, մի խորհուրդ տու, թե ես ինչ պիտի անեմ։ Վեհապար կաթողիկոսը պատրակ մատուցավ առավոտ։ Պատրակ մատուցելուց հետո Երկու հատ ցորենի հատիկ կտա ես աղջկան, կսա աղջիկ ջան, դու ես երկու ցորենի հատը կուլ դու Թե աղջիկ ինչ գիտա թե երկու ցորենի հատից ինչ պտի դուս գա ժամանակին Վեհապար կաթողիկոս կսա, եթե դու երեխա կբերես, բերես ինձ մոտ նորից, կնունք ես պտի կատարեմ, ես կնքեմ այդ երեխաներին Աղջիկ կղենա այդ երկու ցորենի հատիկով և շատ շուտով կազատվի, կբերա երկու տղա Էլի աղջիկը կվերցա, կկանչա ուր աստված, ուր երեխաներ կդրա մեկ ես կրծքի վրա, մյուս են կրծքի վրա, իրան կգցա այդ սևանալիճ Էլի նույն բնություն այդ մարդուն կտանի ենտեղ, որտեղ որ սևանավանքն է, կանադուս Սևանավանքում Վեհապար կաթխիկոս այս երկու երեխային կգնքա, կմկրտա, մաքուր իստակ, հետո կորհնա, մեկի անուն կդնա Բաղդասար, մեկին Սանասար Բաղդասարին կսա Բաղդասար, դու ենքան ուժ ունենաս, ենքան զորություն ունենաս, որ աշխարհքում ոչ մի ուժ քեզի աղտող չեղի Սանասարին էլ կսա Սանասար, դու էլ ենքան ունենաս, որ միջին եղնես, թույլ չլնես, բայց միջին ըլնես Այսքանով երկուսին էլ կաղոթա, մորն էլ հետ միասին Նորից մերը կվերցու երկու երեխան, կամփուրա վեհապար կաթխիկոսի ձեռ, կդնա ուր երկու կրծքի վրա, կնստի ջրի վրեն, էլի հոսանք ես մարդուն կբերա, դուս կբերա
Մինչև ես աղջիկ ուր հորտուն կուքա կրապաշտ թակավոր կուքա թե 40 օր լրացավ, հիմա աղջիկը պտի տանինք, թե երեխաներ հլա փոքր են չնայած մարդիկ տարով կմեծանան, բայց երեխաներ օրով կմեծանան, բնություն կմեծացու է երեխաներին։ Աստիպված աղջիկը խորքսա նորից 40 օր ժամանակ վերցու։ Նորից Սինամգա թագավոր 40 օր ժամանակ կվերցու կրապաշտ թագավորից։ 40 օրից հետո կրկին այդ կրապաշտ թագավորը կգա, որ աղջկան տանի։ Այդ ժամանակ արդեն տղաներ կարգին մեծացել են։ Թե էս ինչ փախսա, էս ինչա, էս ինչ խոշուն, էս ինչ կռիվ, էս ինչ վեճ, մարդիկ են չի եկած, էս ինչ մարդիկ են, թե կրապաշտ թագավորի մարդիկն են։ Եկած են որ մորը տանի կնության կրապաշտ թագավորին։ Բաղդասար արդեն երիտասարդ տղա է դարձել, որովհետև օրհնած Աստծու սորացած երեխա է։ Էս երեխան սուր գվերցա կսա, ես կգրվիմ այդ մարդու դեմ, իմ մորը համաձայն չեմ տա։ Նույն մյուս աղբեր Սանասարն էլ։ Ես մարդը ցին կնստի ու կսկսա կրվել, ենենց ուժի տեր գլնի, ենենց կգրվի ես մարդը, որ կրապաշտ թագավորի զորքը ամբողջովին կկոտորա, կջարդա։ Մի քանի անգամ կրապաշտ թագավորին ետ կտա, նորից զոր կվերցու, նորից կուքա, նորից կգրվի, վերջապես կրապաշտ թագավորը գաղթվի Սինամգա թագավորի դեմ։ Կրապաշտ թագավոր կտեսնա, որ այլևս ուրին ուժ չկա, էլ չի կարող, նա կսա թե մի քաղաքականություն բանեցում, մի հնար ստեղծեմ, որ ես կարողանամ ես տղաներին ախտեմ, թե չէ, ես աղջիկ չեմ կարող առնեմ։ Ես տղայի պապն արդեն իմացեր է պատմություն, սրանք ապրում են առանձին։ Իրանց համար ստեղծած նոր տուն, նոր բնակարան առանձին են ապրում։ Պապիտուն տեղեկություն կունենան, որ ուրանց թորնիկներ եղած, թորնիկներ էսենց հերոս տղա է դարձած։ Նամակով կգրեն Սուրանդակին գիտան, թե տար տուր մեր թորներին, ասա պապդ կանչում է Բաղդասարին, նամակ Սուրանդակ կբերա, գիտա նամակը կկարդա Բաղդասար, կիմանա որ պապն կանչի իրեն, մերն էլ կսա կնա պապտել թագավորը, կգնաս պապդ ինչ որ պետք նա, քեզի կասա, քեզ հետ կխոսի, ինչ նոր հարկավորն է։ Բաղդասար կելնի գեթա պապի մոտ։ Բաղդասարի մոտ ունի մի հատուկ մատանի։ Նույնպես մի մատանի էլ կա Սանասարի մոտ։ Այդ երկու եղբայր, այդ հռչակավոր մատանիները ստացած են վեհապար Կաթխիկոսից, որ եթե Բաղդասարի մատանին կեղտոտվի, հանգարցակի ակը կեղտոտվի, Սանասարն է վտանգի մեջ, եթե Սանասարին կեղտոտվի, Բաղդասարն է վտանգի մեջ, երկուսն մեկ-մեկու օգնության հասնին։ Բաղդասար կքնի պապի տուն, պապի տնից որ կելնի, առավոտ վլացվելու ժամանակ իշկատենա, որ մատանին կեղտոտերա։ Այ հայ կսա, իմ մատանին կեղտոտերա, իմ աղբեր վտանգի մեջա, այդ ակսեն, այսօր 2 օր թերքու գալ, ինչ պատահավոր, չէ որ չէ իմ աղբեր վտանգի մեջա, վեհապար Կաթխիկոսի մոր այդպիսի խորհուրդ տվերա, մատանին էլ կեղտոտերա։ Այս 2 ավուր միջոցին կրապաշտ թագավոր որ Բաղդասար բացակայա եղե, կուքա Սանասարի հետ կմիջնորդա։ Սանասարին հարուստ ունեցվածքներ գիտա, ինչպես մի երեխայի խապես խաղալիքներով, Սանասարին կսե որ Սանասար, դու արի իմ հետ, ես մեր սարերու կողքին մի մեծ սև սար կա, մենք կնանք այդ սարի քամակ։ Այդտեղ մի հռչակավոր լայն տարածություն կա, չայր, հարմարություններ, կանաչ, ծաղկավետ, ջրավետ, աղբուրներով, կրանք այնտեղ իրար հետ քեֆ ենենք, ուտենք, խմենք։ Ես Սանասարը կամոզվի կրապաշտ թագավորին, կգնան լավ պաշար կվերցեն հետ ուրանց, այնտեղ ուտելու ու խմելու։ Կանաստիր այդ մարդիկ կուտեն, կխմեն,
ուտել խմելուց հետո 40 հատ փահլևան առանձին զինված, պատրաստված, կռապաշտ թագավոր տարերա, որ տա էս տղի գլոխ գլխատել։ Այդ ժամանակ նոր Սանասարին կսա, Սանասար կսա, վեր կաց, էս քու թշնամիներն են, թշնամիներու թեմն մենամարտա։ Ասմա ոնց թե կռապաշտ թագավոր, խապեցիր տունցի առար եկար էստեղ, հիմա 40 փալևան խանիր ես, որ ես 40 փալևանի հետ մենամարտեմ։ Ես ինչ ուժ ունիմ որ 40 փալևանի, ասումա կմենամարտես, չմենամարտես, գլոխդ կետա։ Վերկաց մենամարտա, ինչպես կուզես քեզ արդարացու, տեսնեմ ինչ տղամարդ ես։ Դե ինչ երած, ճարն ինչա։ Արդեն ես մարդ ընգերա թագարտի մեջ, խապերա։ Ես մարդ գելի ուր զինք խեցի, ուր զենքեր կապա կսկսա 40 փահլևանի հետ կռվել, թե մի մարդ 40-ի հետ ինչ ուժով պտի կռվի, ինք էլ այդքան զորություն չունի, ամեն կողմից դրանց քյուրսեր, դրանց դրբեր, սրեր, նետեր կթափին ես մարդու վրեն։ Այդ ժամանակ Բաղդասար գիկա ուրանց տուն, արդեն մատնկիակը կեղտոտ էրա, չէ, կուկա տուն նորից կխարցութ է մայրիկ ուրա Սանասար կսա ինչ, Սանասարին կռապաշտ թագավոր տարե սև սարի մոտ ենտեղ դմփունա կուկա, չգիտենք սաղա թե մեռ է, ձին քշա պրամա ենտեղ, են ժամանակ քշա, օրահան աղբոր 4 կողմից եծկացան օղակի մեջ, Էտա վերջին շունչն է, որ պտի աղբորն սպանեն վերջացնեն։ Հենց կքորրա կհասնի թավաճաններ կսա, ավազակներ, խապեությանք աղբորս բերեք էստեղ, աղբեր քաշվի ետ դու հիմա հերթի մնա, մի անգամից ես մարդ պատերազմի մեջ կմտնի, մի հարվածով 2 հոգի, 3 հոգի, 10 հոգի, վերջապես 40 փահլևանին կսպանա, կռապաշտ թագավորին կսպանա։ Զորք ամբողջ արդենք փախի, գանգի զորքի կամակից կսկսա զորքի գոտորել սարսափելի կերպով։ Անմեղ զորք, որ պարտադիր կերպով թագավոր քաշ է բերե, որը թաժակնոջ տեր, հարսի տեր, որը երիտասարդ առանց ամուսնանալ, որը ծեր, որ մանուկ, մի խոսքով ես մարդ կսկսա ծեր ու երիտասարդին կոտորել։ Ենտեղ գասնի որ, այդ կռապաշտ թագավորի զորքի միջից տեղեկություն կտանին Բաղդասարի մորը, թե իսեր ասու, մարդկություն վերջացուց քու տղեն, աստծուն բաշխա, մենք ինչքան խնդիր կենենք հնար չեղի, մեր խնդիրք ուժ չունի, դու եղիս քու խիղճ քու աստված, դու եղիս քու էդ տղաներու գլոխ, ձերեն վեհապար կաթղիկոս որ էդ 2 տղեն օգնե աստծու միջոցով տվերա, դու եղիս են քու ըստեղծող աստված արի դու քու տղին մեջ չարա ենա, ետ դու, ես ամբողջ երկրի ժողովուրդ գվերջացու։ Մեր վեր կացավ, էդ մարդկոց խնդիր չմերժեց, Ելավ գնաց ուր տղի առաջ կտրեց, ուր կուրց կտուրս բերեց ասեց, ծից եմ տվե պայել եմ քեզի որդի ասեց, բավական է անմեղ ժողովուրդ են, քու թշնամին կռապաշտ թագավորն էր, ուր կողմնակիցներն են, նրանց էլ արդեն դու վերջացուցեր ես, մեղք են ժողովուրդ, խիղճենա ոչ ոքին էլ մի սպանա, ինչ որ ջարդեր ես սպաներ ես, բավական է, Ես որպես քո ծնող քեզի խնդրեմ, վերջ դուր կռվի վերջ դու։ Էս տղան էլ խոնարհաբար ծնկաչոք եկավ, գործեր համբուրեց եւ ժողովրդին ազատեց։ Մնացած ժողովուրդը ազատ եք, գնացեք։ Կռիվ վերջացավ էսպիսով։ Ես մարդ ետ դարձավ ուր մոր խետ, եկավ ուր տան մեջ, ուր աղբոր խետ, նստան, խորուրդ ենեցին իրիկուն, ասեց մայրիկ։ Ես էստեղ չեմ մնա, ես երգիր ընձի ապրել ձեռնատու չեմ, հբասեց որդի, ինչ կուզես, չէ ասեց, ես պտի կապվիմ լերների խետ, սարերի խետ, ենտեղ որտեղ շատ կազաններ կան, կենթանիներ կան, վայրի անտարների խետ,
Ես պտի իմ բնակարանը ստեղծեմ այդպիսի մի տեղ։ Մերը շվար է։ Այդպիսի տեղ որտեղ ասեց։ Գնանք մեր երկիր տեսնենք որտեղ։ Ես մարդիկ մի օր, մի շաբաթ, մի ամիս ամբողջ ես Հայաստանի լեռներ, աստորոտներ, ձորեր ման գալով գնացին, որտեղ որ Սասունա հիմա գոչվում։ Գնացին այդ լեռներ, ավելի ձեռնատու եղավ ես մարդկանց։ Բաղդասար որոշեց, անպայման ես լեռների, ես ապարաժների մեջ, ես անմատչելի սարերի վրա, մենք պիտի կառուցենք էստեղ մզիտուն և պատրաստենք յուղ, մենք էստեղ ապրինք։ Ես երկու վիթխարի տղամարդ, երկու երիտասարդ, ամեն լեռից որ անքակտելի քարերին, ապարաժներին, 4 հսկայական մեծ քար, որ անգամ ներկայիս բուլդոզերներ չէին կարող քաշել, 4 քար քաշին բերին, գենին 4 պատ, մի հսկայական մեծ քար էլ կտնին ես 4 քարի վրեն, կդառներ մի տուն։ Շիքեցին, մի քանի տներ շիքեցին։ Մեկ շինեց Բաղդասար ուրին, ես մեկ իմ աղբոր, ես մեկ իմ հարսին, ես մեկ մեր մոր, ես մեկ են մյուս հարսին։ Վերջապես ամեն ինչը պատրաստեցին այդպիսով։ Ես գյուղը կառուցելուց հետո, թե այ մարդ, ես գյուղ մենք կառուցինք, ես գյուղ պտի մնա անանուն, ես գյուղին պտի մենք անուն տնենք, հբը անուն տնողով գեղի։ Մեր նսեց գնացեք գյուղեր, քաղաքներ, մի հասակ առած, մի ծերացած, փորձառու մարդ ճարեք, բերեք, ձեր գյուղին անուն տնե։ Բաղդասար մոր խորուրդ լսելով նստավ ուրցին, ընկավ ճանապարհ։ Թե մի օրեր, թե 5 օրեր ճանապարհ գնալուց հետո, գնալով գնաց հասավ, տեսավ, մի մարդ նստած է մի ճանապարհի վրա, որտեղից բաժանվում է 3 ճանապարհ, մեկը հիմնական շոշի ճանապարհը, երկուսն էլ քյասա ճանապարհ են, Օրկեթան անտառի մեջ։ Տեսավ էստեղ նստած ամի ծերացած, երկար սիվտակ մորուքավոր մարդ, սիվտակ մազերով։ Բարևսեց, պապի, բարևսեց Բաղդասար, 1000 բարի եկար։ Ասեց ոնց թե, պապի ջան, դու ինչ իմացար, որ իմ անուն Բաղդասարա։ Ասեց որդի, ասեց, ես շատ վաղուց գիտեմ, որ քու անուն Բաղդասարա։ Դու ասեց, Սինամքա թագավորի թոռն ես, քու անուն Բաղդասարա, քու աղբոր անուն Սանասարա։ Պապի ջան ասեց, ես բոլոր օր դու գիտես, նշանակում է դու պտի գաս եթանք մեր գյուղին անուն տնես, մենք մի գյուղ ենք կառուցե։ Ասեց գնանք որդի ասեց։ Մեր պապերի պատմելով, իմ պապի, իմ հոր պատմած հեքիաթի պատմելով, իբր թե սա եղել է Աստծու տված մարդ։ Մի հրեշտակ մարդ, իմաստուն մարդ։ Ես հրեշտակ Աստծուն, ես մարդու հետ, Բաղդասարի հետ վեր կացավ, գնաց ես գյուղ, որտեղ ես մարդիկ գյուղ կառուցած են։ Հենց որ ես մարդը տեսավ ես լեռներից կառուցած ես անմատչելի տներ, ասեց, որդի, սա Սասունա, ես ինչա, Սասուն։ Հենց Սասուն անուն մնաց էդ օրվանից, օր մնացել է Սասուն։ Ես մարդիկ բերեցին պապին, շատ հարգեցին, պահեցին, պապն էլ ասեց տղեկ ջան ասեց, ես երկար ճանապարհ գնացող եմ, չեմ կարող համբերել։ Ես ձեր գյուղի անուն նշեցի Սասուն, կմնա Սասուն, Հավիտյան Սասուն։ Ես կրկին անգամ օրհնում եմ, որ Սասնո եղած սերունդ, ժառանգություններ թող լինին մշտապես նվիրված ուրանց հայ ժողովրդի համար, ուրանց ազգի համար, և ինչ որ ես հողի վրա կծնվի, թող հերոս ծնվի։